Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարաթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1395-րդ օրն է, երեկվա գիշերը կրկնակի նվաստացուցիչ էր Պուտինի համար, մինչ Եվրոպան զբաղված էր իր հաշվապահական հարցերով, մտածելով թե որ գրպանից ապահովել Ուկրաինայի ֆինանսավորումը, ուկրաինական դրոններն ու հրթիռները ռուսներին վարժեցնում էին ռազմական առօրյային, վստահ եմ մեր Telegram-ում տեսել եք բազում հաճելի կադրեր, Ռուսաստանի տարածքում հնչեցին բազմաթիվ պայթյուններ, Արիոլ եւ Ռոստով քաղաքները մնացին առանց էլեկտրաէներգիայի, այժմ ռուս էներգետիկները կփորձեն հնարավորինս արագ վերադարձնել լույսն ու ջերմությունը իրենց քաղաքների բնակիչներին, չենք մոռանում, որ Ռուսաստանում անհամեմատ ավելի ցուրտ է, քան Ուկրաինայում։ Իմ կարծիքով այդ մասին մոռացել են նրանք, ովքեր մեզ համար էին պատրաստում ծանր ձմեռ։ Ուկրաինայի խոցումների աշխարհագրությունը վկայում է Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ճյուղերի նկատմամբ հետևողական հարվածների մասին, ինչպես նաև սա պատասխան է Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածաշրջանային էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների համար։ Երեք ռուսները նորից փորձել էին հոսանքազրկել Օդեսայի մարզը։ Մենք լավ հասկանում ենք, որ գործ ունենք ոչ ադեկվատ հակառակորդի հետ, որը այդպես էլ չի ըմբռնել, որ հիմա 22 թվականը չէ։ Եթե մենք 4 տարի առաջ չկոտրվեցինք եւ պատասխանեցինք ագրեսորին, ապա հիմա արդեն ունենալով Ռուսաստանին հարվածելու շատ ավելի մեծ գործիքակազմ, հակառակորդին խնայելու մտադրություն չունենք։ Ասիմետրիկ պատասխանները Ուկրաինայից կարող են թռչել դեպի Ռուսաստան, թեկուզ ամեն օր։ Իդեպ ոչ միայն եվրոպացիներն էին ֆինանսական հարցերով զբաղված, մեկ այլ ֆինանսական նորություն եկավ Ամերիկայից, Թրամփը ստորագրել է պաշտպանության բյուջեն Ամերիկայի, որը ներառում է Ուկրաինայի համար $800 միլիոն, ինչպես ասել եմ, սա սիմվոլիկ գումար է, բայց ինքնին փաստը շատ կարևոր է։ Հետաքրքիր է հիմա ինչ է պատմելու իր ընտրողներին Թրամփը այն մասին, որ իբր ֆինանսապես չի աջակցում Կիևին, թե հետո ասելու է, որ կյանքը ստիպեց։ Իսկ մինչ ռուսական գլխավոր շտաբը ռազմաճակատում իրական եւ ծայրահեղ ծանր կորուստների ֆոնին շարունակում է Կրեմլին զեկուցել գոյություն չունեցող այսպես կոչված հաջողությունների մասին, Պուտինի ռեժիմի դեմ պայքարի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է։ Պատերազմը դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից, տեղեկություն կա, որ խոցվել է Ռուսաստանի ստվերային նավատորմի ևս մեկ տանկեր, այս անգամ միջերկրական ծովում, հայտնվում է ԳՌՈՒ-ի գեներալի Անդրեյ Ավերյանովի ոչնչացման մասին, հարձակման փաստը ինքնին չի կարող չուրախացնել։ Իդեպ ուկրաինական ծովային դրոններից վախեցած Ռուսաստանի ստվերային նավատորմի տանկերները Սև ծովում փորձում են շարժվել Թուրքիայի տարածքային ջրերով, հույս ունենալով փրկվել, թեև վերջերս հենց Թուրքիայի ջրերում էին հարձակման ենթարկվել առաջին երկու ռուսական տանկերները, այնպես որ չեմ կարծում, որ թուրքական ջրերը կփրկեն ռուս նավաստիներին, իսկ մարտի դաշտում ռուս զինվորականների ոչ կոմպետենտությունը շարունակում է զվարճացնել։ Հնամանատարների անփութության եւ ստորաբաժանումների միջև կապի բացակայության պատճառով Զապորոժիեի ուղությամբ օկուպանտները կազմակերպել են փոխադարձ գնդակոծություն ռուսական զորքերի մեջ։ Ղեկավարությունը ամեն ինչ փորձեց ջրել քարտեզներում եղած սխալների վրա։ Պարտիզանները հաղորդում են զգալի կորուստների մասին այս ներքին ռուսական մարտի ընթացքում, դե ինչքան շատ իրար գնդակոծեն, այնքան մեզ է լավ։ Իդեպ ռուս օդաչուները նույնպես հետ չեն մնում իրենց ցամաքային գործընկերներից, նրանք շարունակում են ակտիվորեն ծանր ֆուգասային ռումբեր գցել Բելգրադի մարզի վրա, չկարողանալով դրանց մի մասը հասցնել Ուկրաինայի տարածք։ Ռուսական լրատվականները հոգնեցին հաշվել, թե որքան ռումբեր են ռուսները նետել իրենց տարածքում։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը խթանելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրական 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք ոգևորիչ կադրերը։ Մինչ Եվրոմիությունը ֆինանսական միջոցներ է հատկացնում, որպեսզի ուկրաինացիները հնարավորինս քիչ տառապեն պատերազմի ծանրությունից եւ միաժամանակ ավելի լավ զինվեն, Պուտինի Ռուսաստանում փորձում են սեփական հասարակությունը մեկուսացնել արտաքին աշխարհից, թերևս որպեսզի ռուսները տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներից չիմանան Պուտինի պարտությունների մասին, Ռուսաստանում խստացվում է հասարակության նկատմամբ համատարած վերահսկողությունը եւ ինչպես գրում են տեղական պետական լրատվամիջոցները, պատրաստվում են ներդնել բջջային հեռախոսների
քաղաքների սեփականատերերի համար նոր աբսուրդային կանոններ, որոնք կարող են հանգեցնել սարքերի զանգվածային անջատման կապի ցանցից։ Իշխանությունները ծրագրում են պարտադրել բոլոր օգտատերերին պետական բազայում գրանցել իրենց սմարթֆոններն ու այլ գադջետները յուրաքանչյուր սարքը կապելով կոնկրետ հեռախոսահամարի հետ։ Իսկ 2028 թվականից բջջային ցանցին կմիանան միայն այն հեռախոսները, որոնք ընդգրկված են այդ բազայում։ Պարզ ասած, չգրանցված հեռախոսի մեջ SIM card տեղադրելն այլևս անհնար կլինի։ Դե մարդկանց ոտքերն ու ձեռքերը կապում է, էլի, որ հանկարծ չիմանան վատ լուրեր, չիմանան, որ ռազմաճակատում պարտություններ են, իսկ տնտեսությունը գլորվում է անդունդը։ Ռուսաստանում տնտեսության վիճակը օրեցօր վատթարանում է, տնտեսության սառեցումը, այսպես կոչված knockdown է ուղարկել եւս մեկ ոլորտ։ Ռուսաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկան խորը ճգնաժամի մեջ է, մինչև 40% բեռնատարներ պարապուրդի են մատնված, սակագները չեն ծածկում իրական ծախսերը, իսկ ընկերությունների մինչև 10%-ը գտնվում է սննկացման եզրին։ Օրվա գլխավոր թեմային անդրադառնանք, Եվրոպական միությունը հաստատել է Ուկրաինային տրամադրվող խոշոր ֆինանսական օգնության փաթեթը, որը նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է Եվրոպայի կայունության եւ միասնության կարևոր երաշխիք։ Մեջբերեմ, մենք պաշտպանում ենք մայրցամաքի ապագան։ Այսպես Զելենսկին դիմել է Եվրոմիությանը Ուկրաինային վերաբերող այս կարևոր որոշման ընդունման կապակցությամբ։ Եվրոպական խորհուրդը հայտարարել է Ուկրաինայի համար նոր ֆինանսական աջակցության փաթեթի մասին, որը վերջին տարիների ընթացքում կդառնա ամենախոշորներից մեկը։ Դեկտեմբերի 19-ի գիշերը ընդունված որոշումը արտացոլում է Եվրոպական միության պատրաստակամությունը շարունակվող ռուսական ագրեսիայի պայմաններում ամրապնդելու Կիևի կայունությունը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին, ընդգծելով, որ Եվրոպայի միասնությունն ու համերաշխությունը այսօր ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ մայրցամաքի համար։ Նիստի արդյունքներով համաձայնեցվել է 26-27 թվականների ընթացքում 90 միլիարդ եվրոյի հատկացումը Ուկրաինային, միջոցները կտրամադրվեն վարկի տեսքով, որը երաշխավորված կլինի Եվրամիության բյուջեով։ Օգնության այս ձևաչափը դարձավ երկարատև քննարկումներից հետո ձեռք բերված փոխզիջումային լուծում, դիտարկվել էին տարբեր տարբերակներ, այդ թվում ռեպարացիոն մեխանիզմներ, սակայն ի վերջո ընտրվեց առավել կայուն եւ կանխատեսելի ֆինանսական գործիքը։ Ես այս թեմային շատ եմ անդրադարձել, եթե հիշում եք, ասում էի, որ Եվրամիությունը կգտնի ֆինանսավորման ձև։ Մեջբերեմ Զելենսկու խոսքը, շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միության բոլոր առաջնորդներին, Եվրոպական խորհրդի կողմից 26-27 թվականներին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության մասին որոշման համար։ Սա էական օգնություն է, որն իրականում ուժեղացնում է մեր կայունությունը։ Կարևոր է, որ ռուսական ակտիվները շարունակում են սառեցված մնալ, իսկ Ուկրաինան ստացել է ֆինանսական անվտանգության երաշխիք առաջիկա տարիների համար։ Շնորհակալություն արդյունքի եւ միասնության համար։ Միասին մենք պաշտպանում ենք մեր մայրցամաքի ապագան, հայտարարել է Զելենսկին։ Այսպիսով Եվրոմիությունը ոչ միայն ամրապնդեց Ուկրաինայի տնտեսական կայունությունը, այլև վերահաստատեց եվրոպական արժեքների եւ անվտանգության համատեղ պաշտպանության ռազմավարական գիծը։ Հիշեցնեմ, որ մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում, որտեղ տեղի էր ունենում Եվրոպայի խորհրդի նիստը, հանդես է եկել մի շարք մոտիվացիոն հայտարարություններով։ Ուկրաինայի առաջնորդը զգուշացրել է, որ Եվրոպայի համար ավելի շահավետ է ֆինանսապես աջակցել Ուկրաինային, եթե դա չարվի, ապա պատերազմի տարածման ռիսկը դեպի Եվրամիություն կտրուկ կաճի։ Զելենսկին հստակ նշել է, որ եթե Ուկրաինային չաջակցեն եւ նրան մենակ թողնեն ագրեսորի դեմ, ապա հետևանքները կլինեն շատ ավելի ծանր։ Իսկ եթե հանկարծ Ուկրաինան չդիմանա, ապա Եվրոպան ստիպված կլինի վճարել ոչ թե փողերով, այլ արյունով, զգուշացրել է Զելենսկին։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին 5 դեկտեմբերի 18-ին Բրյուսելում ունեցած ելույթի ընթացքում նաեւ քննադատել է Եվրամիության որոշ առաջնորդների, որոնք դուրս են բերում Կրեմլի դիկտատորին մեկուսացումից եւ փորձում են արդարացնել նրա գործողությունները։ Այնտեղ Թրամփին էլ ակնարկ կար, բայց չեմ կարծում, որ Թրամփը կամ նրա թիմը նման նրբությունները կարողանան վերլուծել, նրանք փող կիսելուց են լավ։ Անցնենք ռազմաճակատի լուրերին, ճիշտ ռազմական թեմային։ Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի մի քանի տարածաշրջաներում հնչեցին պայթյուններ, միջադեպերը գրանցվել էին Վորոնեժում, Տագանրոգում, Մարիուլում, Ռոստովում, Սամարայի մարզում եւ Ստավրոպոլի երկրամասում։ Ինչպես նշում են ռուսական մեդիաները, հրթիռային վտանգ էր հայտարարվել Կուրսկի, Արիոլի, Լիպեցկի եւ Տուլայի մարզերում, նաեւ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել Կալուգայի, Պենզայի, Սարատովի եւ Տամբովի օդանավակայաններում, չվերթների ընդունման եւ բաց թողման վրա։ Արիոլը ամենայն հավանականությամբ դարձել է հրթիռային հարվածի թիրախ, մինչդեռ մյուս քաղաքները տուժել են դրոնների հարվածներից։
Ռուսական Տալյատիում դեկտեմբերի 19-ի առավոտյան պայթյուններ էին որոտացել, որոնցից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Տալյատի ազոտ քիմիական ձեռնարկությունում։ Տեղի ունեցածի մասին սոցիալական ցանցերում հայտնել են տեղի բնակիչները եւ մի շարք անկախ աղբյուրներ, իսկ նախորդ երեկոյան դեկտեմբերի 18-ին անհանգիստ էր նաեւ ռուսական Ձերժինսկում, Նիժնի Նովգրոդի մարզում, որտեղ Սինթեզակա ձեռնարկությունում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել նույնպես։ Սինթեզակայի արտադրանքը օգտագործվում է Ռուսաստանի բանակի կողմից պայթուցիկ նյութերի եւ վառելիքի արտադրության համար, ինչպես նաեւ դրանից պատրաստվում են հրթիռների եւ հրետանու հավաքման բաղադրիչներ։ Սա նշանակում է, որ գործարանը հանդիսանում է Ուկրաինայի զինված ուժերի օրինական թիրախ։ Հիշեցնեմ, որ իրադարձությունների վայրերից բոլոր հնարավոր կադրերը հրապարակված են մեր Telegram-յան ալիքում, վստահ եմ մեր լսարանի մեծ մասը արդեն հասցրել է տեսնել այդ ոգեշնչող կադրերը։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 193 մարտական բախում, անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օկուպացիոն բանակը Ուկրաինայում կորցրել է եւս 1220 զինծառայող։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են նաեւ 567 միավոր ռուսական տեխնիկա, որոնց թվում 1 տանկ, 10 զրահամեքենա, 18 հրետանային համակարգ, 1 ռեակտիվ կայան, 426 տակտիկական դրոններ եւ 111 միավոր ռուսական բանակի տրանսպորտային եւ հատուկ միջոց։ Ուկրաինայի գլխավոր շտաբի գնահատականով լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական զորքերի ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,194,520 օկուպանտ։ Ուկրաինայի ՀՕՊ-ը 3 գիշերը խոցել է թշնամու 108 դրոն, որոնք ուղղված էին ուկրաինական քաղաքներին, կան թշնամու խոցումներ տարածաշրջանային ենթակառուցվածքային օբյեկտներում, նորից թշնամու թիրախում Օդեսաներ եւ այլ սահմանամերձ եւ ռազմաճակատին մերձ ռեգիոններ։ Դեռ ռուսները իրենց մշտական դերի մեջ են, երբ որ ռազմաճակատում հաջողություններ չկա, փորձում են վնասել խաղաղ բնակիչներին, բայց ինչպես տեսնում եք, ուկրաինական հակահարվածները պակաս չեն վնասում Ռուսաստանին։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ՍԲՈ-ն առաջին անգամ խոցել է Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմի տանկերը միջերկրական ծովի չեզոք ջրերում։ Բազմափուլ միջոցառումների արդյունքում միջերկրական ծովի չեզոք ջրերում ՍԲՈ-ի Ալֆա ստորաբաժանումը օդային դրոնների միջոցով խոցել է Ռուսաստանի Դաշնության ստվերային նավատորմին պատկանող Քենդիլ տանկերը։ Հատուկ գործողության պահին, ինչպես հայտնել է աղբյուրը, ռուսական նավը որևէ բեռ չէր տեղափոխում եւ դատարկ էր, հետեւաբար տվյալ հարձակումը որևէ սպառնալիք չի ներկայացրել տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի համար։ Ինչպես ասացի, տեղեկություն կար, որ ռուս գեներալ է զոհվել։ Մեջբերեմ աղբյուրի տեղեկատվությունը Ռուսաստանի Դաշնությունը օգտագործում էր այս տանկերը պատժամիջոցները շրջանցելու եւ գումար վաստակելու համար, որոնք ուղղվում էին Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորմանը։ Այդ պատճառով միջազգային իրավունքի, ինչպես նաեւ պատերազմի օրենքների եւ սովորույթների տեսանկյունից սա ՍԲՕ-ի համար բացարձակապես օրինական թիրախ է։ Թշնամին պետք է հասկանա, որ Ուկրաինան չի կանգնելու եւ կհարվածի հակառակորդին աշխարհի ցանկացած կետում, որտեղ էլ նա լինի, նշել է ՍԲՕ-ի տեղեկացված աղբյուրը։ Հարձակման արդյունքում Քենդիլ տանկերը ստացել է կրիտիկական վնասներ եւ այլևս չի կարող օգտագործվել իր անմիջական նշանակությամբ։ Այս տեղեկատվությունը պետք է ականջներին օղանեն այն գործարարները, ինչ ազգության ուզում են լինեն, որ օգնում են Ռուսաստանին գումար աշխատել։ ՍԲՕ-ի զգուշացումը ինձ թվում է շատերին պետք կգա, որպեսզի հասկանան չի կարելի օգնել Ռուսաստանին։ Ուրբաթորով շատ չի երկարացնեմ մեր եթերը, հիշեցնեմ, որ օրվա լրահոսը միշտ կարող եք գտնել մեր Telegram-յան ալիքում, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր եթերը, եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք։ Ինձ թվում է այսպիսի լավ լուրերով կարելի է լավ տրամադրությամբ վայելել հանգստյան օրերը, իսկ մենք հույս ունեմ կհանդիպենք արդեն վաղը էլ ավելի լավ լուրերով, բարով մնաք, մինչ նոր հանդիպում։